Կվերցնի ընդդիմությունը մանդատները, աշխատելով խորհրդարանում, թե կգնա քաղաքական բոյկոտի ճանապարհով։ Մինչ քաղաքական դաշտում քննարկում են այս հարցը, իշխանությունները պնդում են, դրանից որևէ բան չի փոխվի։ Հիմա էլ քննարկում են, ասում են մանդատները վերցնենք, թե չվերցնենք։ Անկեղծ ասած, եթե չվերցնեն, գոնե 100% լեգիտիմ խորհրդարան կունենանք։ Թե չէ, տենց ստիպված ենք լինելու տեսնել խորհրդարանի ամբիոններին փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեք չունեն։ Մինչ այդ, ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած ուժեղ Հայաստանն ու Հայաստան դաշինքները դեռ չեն շտապում այս հարցով որոշում կայացնել։ Ասում են, սպասում են վերահաշվարկի արդյունքներին։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը համոզված է, ընդդիմությունն անկախ հնչող հայտարարություններից կգնա մի պարզ որոշման։ Ուժեղ Հայաստանը վերցնել է մանդատները եւ գնալու է ազգային ժողով, Հայաստան դաշինքը նույնպես, թե նրանք հայտարարում են, թե համադրական դատարան են դիմելու, բայց կդիմեն եւ միաժամանակ նաեւ մանդատները կվերցնեն, կգնան ազգային ժողով։ Քաղաքագետի կարծիքով, այստեղ միայն ներքաղաքական հաշվարկներ չկան։ Նրա գնահատմամբ Ռուսաստանը շահագրգռված է, որ խորհրդարանում ունենա ազդեցիկ ընդդիմադիր բևեռ։ Ռուսաստանը չի կարող ձեռքից բաց թողնել այն, ինչ ստացել է Հայաստանում։ Ռուսաստանը Հայաստանում ստացել է այն, որ ազգային ժողովում ունի ընդդիմության հատվածի տոտալ վերահսկողություն, այսինքն ամբողջ ընդդիմադիր հատվածը կվերահսկվի Ռուսաստանի կողմից։ Ըստ Ղևոնդյանի, նույնիսկ այն դեպքում, երբ իշխանությունը կունենա անհրաժեշտ ձայները որոշումներ ընդունելու համար, ընդդիմությունը կարող է դառնալ քաղաքական գործընթացները դժվարացնող գործոն։ Ընդդիմությունը միասնաբար հանդես կգա որպես խանգարող գործոն, թեև քաղաքացիական պայմանագիրը կկարողանա իր պատմեցամասության իրավունքը օգտագործել, բայց ընդհանուր ֆոն կստեղծվի, որ ազգային ժողովում բացառապես քաղաքացիական պայմանագիրն է այդ մոտեցումների կողմնակիցը, իսկ ամբողջ ընդդիմադիր հատվածը ընդդեմ դրա է աշխատում։ Այնուամենայնիվ, ինչ իշխանություն եւ ընդդիմություն կունենա Հայաստանն առաջիկա տարիներին, քաղաքագետի պատասխանը լավատեսական չէ։ Ես ճիշտ ասած չունեմ սպասում, որ կառուցողական բանավեճ կամ քաղաքական գործընթաց էական Հայաստանի համար կենսական հարցերում տեսնելու ենք ազգային ժողովում։ Ոչ ընդդիմությունը նմանատիպ վարքագիծ է դրսևորել, ինչպես դրսևորել է վերջին 5 տարիների ընթացքում, որոշ դեպքերում բոյկոտելու են չեն գալու, որոշ դեպքերում անկարգություններ են հրահրելու ազգային ժողովում, իշխանությունն էլ իր հերթին գնալու է սադրանքների եւ սադրանքների արդյունքում ենք տեսնել ենք թեժ իրավիճակներ, բայց այդ ամենը քաղաքականության եւ քաղաքական գործընթացների մասի չէ։ Ղևոնդյանի համոզմամբ խորհրդարանը կրկին կարող է հայտնվել սկանդալների ու բախումների կենտրոնում, հատկապես արտաքին քաղաքական կարևոր հարցերի քննարկումների ժամանակ։ Ուրեմն կօգտագործի ընդդիմությանը ազգային ժողովը, որպեսզի քաղաքական պայմանագիրը ոչ մի հարցում իրեն ազատ չզգա, ոչ մի խնդիր չկարողանա ինքնուրույն լուծել, հատկապես արտաքին քաղաքական հարցերում։ Ղևոնդյանը վստահ է, Կրեմլն ամեն ինչ կանի, որպեսզի ընդդիմությունը ազգային ժողովում իշխանությունների համար խնդիրներ ստեղծի։ Նարնե Ղուկասյան, Ռադար Արմենիա։